Միացյալ Նահանգները ժամանակավորապես հետաձգել է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։ Նաև խոսվում է Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին։ Միաժամանակ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելի բնակավայրերին, այդ թվում Թել Ավիվին։ Իսրայելահայ երթերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը կարծում է, որ Իրանի հարձակումների համեմատ Իսրայելի հարվածները շատ ավելի ցավոտ են։ Ռադար Արմենիայի հետ զրույցում նա ընդգծեց, Իրանը այժմ նվազեցրել է հրթիռներ արձակելու ինտենսիվությունը։ Այսինքն զգալի Իրանը կորցրել է իր թափ հնարավորությունները, որոնք պատերազմի առաջին օրը։ Սա միանշանակ գիշերը մեր մոտ տագնապ էր, այսինքն գիշերվա ժամերին են կրակում, որ մարդկանց մաքսիմում ասենք խնդիրներ առաջացնեն, թե քննելու, հանգստանալու աշխատանքի հետ կապված։ Խոսում են հնարավորինս շատ մարդ սպանել, հիմնական նրանց կռիվը քաղաքացիական բնակության հետ է։ Ոչ մի զինվոր, ոչ առաջին իրանական պատերազմի ժամանակ, ոչ երկրորդ չի զոհվել Իսրայելից։ Արտյոմ Չեռնամորյանը նշում է, որ Իրանից լուրջ ակնկալիքներ չունի։ Նա հիշեցնում է, տարիների ընթացքում Իրանը սպանել է ավելի քան 1 միլիոն մարդու, իսկ վերջին շրջանում առնվազն 40,000 զոհ է եղել։ Ինչ կարող ենք մենք սպասել այս մարտակերների ռեժիմից, սա առաջինը։ Այն, որ ահաբեկչական է, այն, որ ահաբեկում է ողջ տարածաշրջանը, Քատարին է հարվածում, որի հետ լավ ջերմ հարաբերություններ ուներ ժամանակին, եթե Համասը Քատարն էր Համասին ֆինանսավորում եւ Իրանը Քատարի բարեկամն էր։ Քատարին հարվածեցին, արաբական ծոցի բոլոր երկրներին հարվածեցին, մարդկանց վնաս տվեցին, այսինքն հիմնական թիրախավորում են քաղաքացիական բնակչությունը կամ ասենք նավթամուղերին խփեցին, չէ, արաբների։ Սա է իրականությունը։ Նրա խոսքով եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները մշտապես ընդգծում են, որ իրենց պատերազմը Իրանի ժողովրդի հետ չէ, այլ իշխանությունների դեմ։ Ի տարբերություն նրանց, Իրանը ըստ Չեռնամորյանի հարվածում է Իսրայելի բնակիչներին։ Աշխատանքի սարավոտ գնում, Թավիվ հրթիռը հետևից գալիս է։ Տել Ավիվից հետս գալիս տուն Պետախտիկվա հրթիռը հետը բերում ես Պետախտիկվա։ Սա է իրականությունը։ Կարծես թե մեր հետևից են կարտեն քաղաքացիական բնակչություն։ Ասենք հիմնականում ու ամենավատներն է, որ հիմնականում հարվածում են կասետային բալիստիկ հրթիռներով, որը նույնիսկ խոցելու դեպքում էլ օդի մեջ կտորներ ընկնում են ներքև, երբեմն չպայթած ամբողջական, ասենք, արգելիչով այդ բալիստիկ հրթիռների կասետային միջուկներն ընկնում են, պայթում են, փորձում են մաքսիմում մարդկանց վիրավորել, սպանել։ Չեռնամորյանի խոսքով, եթե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձեն հարվածներ հասցնել նավթային հանգույցներին եւ էլեկտրակայաններին, ապա Իրանում կոլապս կառաջանա։ Նրա խոսքով այդ դեպքում առաջին հերթին կտուժի հասարակությունը, ինչը Իսրայելի համար գերնպատակ չէ։ Նրանք մեր հարազատ եղբայր ազգ են, բայց մեր հիմնական խնդիրը այաթոլաների ռեժիմն է, որը մարտակի ռեժիմ է եւ դա փաստ է։ Ոչ մեկ չի կարող հակառակը մեզ ապացուցել։ Փաստն այն է, որ ասենք նրանք չեն թիրախավորում Իսրայելի բանակային ստորաբաժանումները, այլ առավոտվանից թիրախավորում են խաղաղ բնակչությանը, փորձում են ամենաշատը մեզ սպանել։ Նրա խոսքով Իսրայելը դեռևս որոշում չի կայացրել էլեկտրակայաններին հարվածելու վերաբերյալ։ Նա նաև նշեց, որ կան մի քանի կարևոր նշանակետեր, որոնց հարվածելու դեպքում Իրանը կարող է հայտնվել քարե դարում։ Խոսքը Բանդար Աբբաս նավահանգստի եւ Խալք կղզու մասին է, որտեղ նրա խոսքով կենտրոնացված է Իրանի նավթի ավելի քան 90%-ը։ Նա հավելեց, որ Իրանը չի վերահսկում իր օդային տարածքը եւ իսրայելական օդանավերը բավական հանգիստ ու անարգել կարողանում են հարվածել տարբեր վայրերի։ Իսրայելի հայ համայնքում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան, ընդգծում է Արտյոմ Չեռնամորյանը։ 2 զոհ 2023 թվականին տվել ենք արդեն, որ շատ ծանր կին էր մեր համայնքի համար, շատ փոքրիկ համայնքի համար։ 1 զինվոր, 1 սերժանտ էր մահացել պատերազմի ժամանակ, հայկական ծագում ունեցող եւ 1 հայաստանցի քաղաքացուհի Տիկին Ինգա Աբրահամյանը 2023 թվականի մայիսին Ջիհադա Իսլամի այդ ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակ եւ հրթիռը Ռեխովոտ քաղաքում անմիջապես ընկել էր շենքի վրա եւ ընդամենը 1 զոհ եղավ այդ ռազմական օպերացիայի արդյունքից եւ այդ 1 զոհը ազգությամբ հայ էր։ Ըստ նրա, ինչպես Իրանում, այնպես էլ Իսրայելում հայեր են ապրում եւ մեծ մարտահրավերների առջեւ են կանգնած։ Այնտեղ հնարավոր է վտանգված լինի հայկական ժառանգությունը։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։